թե Հիսուս չունես, ոչինչ չունես։ Ես քեզ ասեմ Հիսուս ունենալու հետ մեկտեղ, նաև պիտի դու հասկանաս Հիսուսի ուզած։ Հա, Հիսուսին ունեմ, դա լավ է, այդ ոչ մի բան չեմ անում, որ ունենալու վաղտը գալիս է որ պիտի անը, չեն անում, չեն աճեցնում, ու Հիսուսին ունենք։ Չէ՞ լավ Հիսուսին ունենալ է։ Հիսուսին ունենալու համար Հիսուսին չասում անեք։ Երբ որ ծարավ եմ ջուր տուր, երբ որ հասոված եմ հաց տուր, երբ որ մերկ եմ հագցրու, երբ որ հիվանդ եմ այցելի, երբ որ կարիքի մեջ եմ, բանտում եմ, բերտում եմ, մի խոսքով ճաղել ետևում եմ, աղոթքով ինձ կարեկից եղիր, կամ այցելություն ալ վերջը։ Այդ Հիսուսին ունենալն է։ Հիսուսին ունեցողը ծախսվում է Հիսուսի համար։ Հիսուսին ունեցողը բացահայտ ներկայացնում է, կիրառում է Հիսուսին ունենալու փաստը։ Եթե ես Հիսուսին ունեմ ու Հիսուսի համար քայլ չեմ կատարում, ու Հիսուսին չոր մեկի պես ասում է Հիսուսը, նրան խմեցրիր, ծարավը կոտրեցիր, ինձ խմեցրիր, ինձ ծարավը կոտրեցիր, նրան հաց տվեցիր, ինձ կերակրեցիր, նրան շոր տվեցիր, ես հագան, նա հիվանդ էր այցելություն արեցիր, ես էի հիվանդը, դու ինձ այցելեցիր։ Իսկ եթե այդքան բաները չկան, ու ես Հիսուսին ախպեր ես Հիսուս ունեմ, դի բան պետք չի։ Այնքան բաների միջով է մարդը հասնում, պիտի հասկանա ոնց վարվի, ոնց վերաբերվի։ Ու հետո խնդիրներ են ստեղծում, գիտություն չունենալով, շնորհքը չունենալով Հիսուսի, մի խոսքով իմաստություն չունենալով, խնդիրների առաջ են կամ էական չի ինչ է կողմեն, չէ, էականն է։ Հիսուսին ունենալով պիտի Հիսուսի շնորհն էլ ունենաս, քո կյանքում դու ամեն խնդրից փրկված դուրս գաս, եւ խնդիր չստեղծվի։